Մեկ անզգույշ քայլ և անձնական տվյալները կարող են հայտնվել խարդախների ձեռքում։ Թվային աշխարհում անվտանգ լինելու համար այսօր միայն ինտերնետից օգտվելը բավարար չէ, անհրաժեշտ է նաև ճանաչել վտանգները։ Հենց այդ նպատակով Ucom-ի աջակցությամբ Microsoft ինովացիոն կենտրոնը իրականացրել է կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար նախաձեռնությունը։ Ucom-ը կարևորում է այսպիսի նախաձեռնության կողքին կանգնել, որովհետև այսպիսի ծրագիր հնարավորություն տալիս է երեխաներին, բադալիներին, սկսնակ երիտասարդներին, այսպես ասած, ձեռք բերել ինչ-որ տեսական եւ գործնական գիտելիքներ, հատկապես կիբեռանվտանգության առումով, հատկապես որ իրենք միշտ կան, ուզեն կան դե ֆակտո, այսպես ասած, թվային աշխարհում եւ իրենք բացի որ պետք է ձեռք բերեն գիտելիք ու բացի որ իրենք պետք է զարգացնեն իրենց փորձը, իրենք պետք է սովորեն եւ նույն ժամանակ թե ինչ է նշանակում անվտանգություն եւ ինչ է նշանակում լինել պաշտպանված եւ ինչ է նշանակում լինել ապահովված եւ որ մտնում են թվային աշխարհը։ Microsoft ինովացիոն կենտրոնի փորձառու մասնագետների օգնությամբ 14-ից 17 տարեկան դպրոցականները ծանոթացել են կիբեռանվտանգության հիմնական սկզբունքներին, ժամանակակից թվային սպառնալիքներին եւ դրանցից պաշտպանվելու եղանակներին։ Նրանք ձեռք են բերել նաեւ գործնական հմտություններ, որոնք կօգնեն ավելի վստահ կողմնորոշվել առօրյա թվային միջավայրում, անձնական տվյալների պաշտպանությունից մինչեւ անվտանգ առցանց հաղորդակցություն։ Դպրոցականների խոսքով ստացված գիտելիքները ոչ միայն լրացրել, այլև ամրապնդել են իրենց փորձը։ Սովորեցինք ավելի ճիշտ մտածել մեր պաշտպանության մասին, այսինքն անձի, կորպորացիաների եւ այլոց պաշտպանության հետ աշխատել, այսինքն ճիշտ փասվորդներ դնել, ճիշտ ֆունկցիաներ միացնել։ Այս դասընթացը ինձ կիբեռանվտանգության հիմունքները տվեց, նաև սովորեցի շատ կայքեր, որոնցով նույնիսկ սկսնակները կարող են վարություններ անել ու կատարելագործել իրենց գիտելիքները։ Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար նախաձեռնության առաջին խմբի մասնակիցներին հանձնվեցին ավարտական վկայականները։ Microsoft ինովացիոն կենտրոնում տարիներ շարունակ փորձել ենք նաև զարգացնել հենց կիբեռանվտանգություն կրթության ոլորտում, տարբեր միջոցառումներ ենք իրականացնել եւ այլն, եւ շատ ուրախ ենք, որ ունենք նմանատիպ գործընկեր, ինչպիսին է Ucom ընկերությունը։ Նախաձեռնությունը շարունակվում է, եւս 2 ուսումնական խմբերի դասընթացների ավարտից հետո Ucom-ի աջակցությամբ կկազմակերպվի Mini CTF կիբեռանվտանգության թեմայով մրցույթ, որը կմիավորի ծրագրի բոլոր 70 մասնակիցներին իրենց գիտելիքներն ու հմտությունները գործնական միջավայրում կիրառելու նպատակով։